տարիներ շարունակ, տարբեր ակցիաների ժամանակ մարդկանց կողքին եք եղել, այսօր էլ այստեղ եք, ասեք, թե ինչու եք այսօր այստեղ։ Այսօր այստեղ եմ, որովհետև ես նորմալ չեմ համարում առաջին հերթին այստեղ նստած պաշտոնատար անձանց եւ ուսադիր կրող հարգարժան մարդկանց նկատմամբ կատարվողը, իսկ այն ինչ որ կատարվում է, այդքան Ծառուկյանի նկատմամբ չի, ինչքան էս մարդկանց, ասեմ ինչի, որովհետև նորմալ չի, երբ որ իրանց ասում են, չէ, պարտադիր այդ բանը պիտի դնեք ձեռնաշղթան։ 1, 2, 10, 20 անգամ էլ հագցնեք, այդ մարդու ձեռքերը տենց լայն են, մեծ են, ուժեղ տղա է Ծառուկյանը, հիմա ինչ եք ուզում եմ հասկանամ, ինչ որ ամեն օր որ դնեք, ինչ որ ավելի մեծանալու է ձեռնաշղթան։ Իսկ այն որ իրանց դա ստիպում են անել, դա պարզ երևում է, որովհետև ինձ թվում է մեկ անգամից պարզ էր, չէ՞, տան այդ դեպքից հետո պարզ էր, որ այդ ձեռնաշղթան չի հագցվում։ Կարող եք չհագցնեք, ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը լինելով բարերար, եկեղեցի կառուցող, լիքը բարեգործություններ արած այս երկրում մարդ, ինքը դարի համար մեկ հանցագործն է այս երկրի, որին որ պարտադիր մեքենայի այդ մեկ քառակուսու մեջ պիտի այդ ձևականությունների դեմ եմ ես այսօր այստեղ կանգնած, որովհետև այն ինչ որ արվում է այսօր Ծառուկյանի հետ, արվելու է վաղը միսօրական մարդու հետ, միսօրը լրագրողների հետ, որովհետև մենք տեսնում ենք ազատ խոսքի իրավունքը այս երկրում ոնց է արդեն սահմանափակվում։ Ասեմ ավելին, վստահ եղեք հարգելի ԿՊ-ականներ, վաղը ձեր համար եմ գալու կանգնեմ, եթե Աստված չանի մի օր ձեզ ինչ որ անարդար ձևով, չնայած վստահ եմ, որ նենց արածներ ունեք, որ անարդարություն չի լինելու, բայց եթե անարդար ձևով մեկին ուզենան դատեն, հաստատ գնալու եմ իրենց կողքին։ Միսը ասում եմ ընկերներս հակաճառում են, ասում են իրանցից ում կողքն ես գնալու կանգնես, ասում եմ չէ, ես չեմ ուզում, որ մեր երեխաները մեծանան վենդետաների շարքով։ Ես չեմ ուզում, որ Գագիկ Ծառուկյանին 8 տարի խոշոր սեփականատեր անվանածները այսօր ընտրություններից հետո հանկարծ փոշիացնելով իր 60,000 ձայնը, կոպիտ ասած գողանալով 60,000 ձայնը, իրենց մանդատ տալով իրենց, այսօր ասեն, որ այդ մարդը խոշոր սեփականատեր չի, պարզվեց օլիգարխ է, հետո պարզվեց մի հատ ինչ որ բաներ ունի 22 թվականին արած, որի համար 26-ին պիտի պատասխան տա։ Ժողովուրդ ծիծաղալու է։ Լավ, ինչքան կարանք մենք հավատանք սրտին, ինչքան կարանք մենք օքեյ լինենք, որ ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ հետո ասում են դե հա, դե սխալվել են։ Հետո ասում են չէ, դե երեք որ ասենք Ծառուկ լուրջ նորմալ է, օրինակ երկի առաջին դեմքերից լսել, որ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, հա, խոշոր սեփականատեր է, հետո սեղան ենք նստում, հարսանիքներին ենք գնում, չգիտեմ, ջերմ շնորհավորանքներ ենք անում, հետո վդրուկ Ծառուկյանը դառնում է համար 1 հանցագործ, որին էլի եմ կրկնում իր տանը հաշվի չառնելով ընդհանրապես ոչ մի բան, որ ինքը ընդհանրապես դիմադրություն չէ, ես դրա համար եմ այստեղ։ Շատ մարդիկ հարկադիր պարապորտի են մատնված, որովհետև ընկերությունները փակված են։ Սա ձեր կարծիքով ինչի կբերի։ Դե գիտեք ոնց, ես չեմ սպասում, որ օրինակ ինձ փողից, հացից, գործից, չնայած ես որպես այդպեսին չեմ աշխատում հիմա ոչ միտեղ, որ ասեմ, որ պիտի զրկեն ինձ ու փառք Աստծո, որ ես ոչ մի պետական տեղ չեմ աշխատում, որ մի հատ էլ չվախենամ խոսել, բայց եկեք չսպասենք, հա, որ մեր հացին կոնկրետ մերին կպնեն, հետո նոր որոշենք, որ պիտի գնանք խոսենք։ Եկեք չսպասենք, որ չգիտեմ, մեր ընտանիքի անդամին բռնեն, որովհետև ես միշտ ասում եմ, ձեր ու մեր խաղ բանտարկյալ չի լինում։ Մենք պիտի հասկանանք, որ եթե այսօր մենք Ծառուկյանի կողքին չենք կանգնում, վաղը Ծառուկյանն էլ պիտի չկանգնի մյուսի կողքին ում բռնեն, ու դա տենց է ստացվում կյանքի օրենքը։ Դրա համար եկեք, ու ես իսկապես գնում եմ մեկ-մեկ դատարաններ, որտեղ որ նույնիսկ չեմ ճանաչում ընտանիքի անդամներին, բայց պարոն Ծառուկյանին ճանաչում եմ ոչ միայն նրա համար եմ եկել, որ համարում եմ նրան որպես խաղ բանտարկյալ, այլև ճանաչում եմ ընտանիքի անդամներին, իմ բոլոր բարեգործությունների ակտիվ մասնակից են նրա ընտանիքի առանձին անդամները, չգիտեմ, աղջիկները առանձին, տղաները առանձին, ինքը առանձին, ու դա հաշվի չառնել այսօր մտածել, որ այո, ես հենց հիմա օրինակ երեխաներից նստացել եմ սրճարան ու եկել եմ իմ, չգիտեմ, կես ժամը, մի ժամը կարողանամ կանգնել այստեղ, որտեվ այդպես եմ արդար մտածում, որտեվ ես արդար մարդ եմ, որտեվ արդարությունը ճիշտ է։ Ու այո, շատերը կասեն, որ մեզ, չգիտեմ, Պուտինը փող տվեց, միգուցե, չգիտեմ, Ծառուկյանը նախապես էր տվել, ասել էր անպայման, որ ինձ տանեն կգաք կկանգնեք, բայց իմ սիրտը ես հանգիստ կքնեմ, դուք էլ ձեր մտքերի հետ ապրեք, ոնց ինչ ասեմ էլ ավել։